Գործող իշխանություններն ասում են, եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի։ Եկեք մի հատ անդրադառնանք այս թեզին։ Նախ ով պիտի պատերազմ հայտարարի։ Առաջի կարևոր հարցը դե ենթադրաբար Ադրբեջանը, դժվար Մադագասկարը կամ Բուրկինա Ֆասո։ Շատ լավ։ Իսկ երբ են պատերազմ հայտարարում, երբ են պատերազմ սկսում։ Երբ որ ունեն ինչ-որ քաղաքական նպատակներ, որին այլ կերպ չեն կարողանում հասնել, մնում է մենակ պատերազմը։ Շատ լավ։ Իսկ ինչ քաղաքական նպատակներ ունի Ադրբեջանը Հայաստանի հետ կապված։ Շատ են, բայց հիմնականը Հայաստանի վերացումն է, ու որպես առաջի քայլ սահմանադրության փոփոխություն եւ 300,000 ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովներին Հայաստանում բնակեցնել։ Ահա։ Այսինքն գործող իշխանությունները ասում են, որ եթե մենք չընտրվենք, ընտրվի ընդդիմությունը, Ադրբեջանը այս պահանջներին հասնելու համար կսկսի պատերազմ։ Լավ, իսկ եթե իրանք ընտրվեն, ինչի շնորհիվ պատերազմ չի լինելու։ Այսինքն Ադրբեջանը այդ նպատակներին հասնելու է առանց պատերազմի։ Իրանք ուղղակի փոխելու են սահմանադրությունը, իրանք սիրահորժար ադրբեջանցիներին բերել բնակեցնելու են Հայաստանում։ Okay, բայց դա չեղավ խաղաղություն, որովհետև ինքնին այդ գործողությունները, երբ որ Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, պահանջում է Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխել, դրանք արդեն պատերազմական գործողություններ են, հենց այնեցո չի պահանջում։ Դրանց վերջնանպատակը էլի Հայաստանի գրավումն է, Հայաստանի վերացումն է, դրանք պատերազմական քայլեր են, ու եթե այս իշխանությունները պատրաստ են այդ պատերազմական քայլերը ընդունել, դա չի նշանակում, որ իրանք խաղաղություն են բերում, դա նշանակում է, որ իրանք պատերազմ են բերում։